Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է, ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ։ Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը։ Դրա ապացույցներից մեկն էլ երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն են։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությունը 6-օրյա այցով Հայաստանում են։ Պաշտոնական հանդիպումների շարքը մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովից։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում, Հայաստանի ազգային ժողովի նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ։ Արմեն Խաչատրյանը խոսել է երկու երկրների խորհրդարանների սերտ փոխհարաբերություններից բարձր գնահատել բազմաբնույթ հարցերում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ցուցաբերած օժանդակությունը։ Խորհրդարանների միջև նույնպես շատ բարձր փոխհարաբերություններ կան եւ արդից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դվինաս ձեր բարեկամական խմբին համապարփակ Հայաստանին աջակցելու եւ բազմաբնույթ հարցերում ձեր օժանդակությունը ցուցաբերելու համար մենք դա գնահատում ենք եւ դա շատ տեսանելի է։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են եվրոպական համայնքին միանալու հարցում մեր երկրի կողմից իրականացվող քայլերը, կարևորվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններից ու տարբեր բնագավառներում գործակցությունը խորացնելու հնարավորության մասին, այդ հարցում արժևորելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը։ Շատ երջանիկ ենք, որ կրկին Հայաստանում ենք։ Ֆրանսիայի ու Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ 2 տարի առաջ, երբ այցելեցինք Հայաստան, մթնոլորտը շատ ծանր էր։ Այս տարի այն տարբերվում է։ Կա անդորր։ Հայ պատգամավորները հյուրերին մանրամասներ են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից, կարևորել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրագործումը, ինչը կնպաստի Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով այսօր Հայաստանում նկատվում է անդոր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով Ժիլբեր Լյուկ Դվինասը ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը և քայլերը ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայաստան կատարած այցի շրջանակում մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ և քննարկել համագործակցության տարբեր ուղղություններ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի կողքին և պատրաստակամ է շարունակել ու խորացնել գործընկերությունը տարբեր ոլորտներում։ Սակայն հատկապես կուզենայի առանձնացնել կրթության ոլորտը։ Հայ երեխաները դեռ մանկապարտեզից սկսում են սովորել ֆրանսերեն, և սա անկասկած կարևոր հիմք է մեր երկրների միջև բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու համար։ Այս օրերի ընթացքում մենք այցելել ենք Հայաստանի տարբեր մարզեր և տեղում համոզվել, թե ինչպիսի հաջողություններ են գրանցվել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերում։